Սպառողը որակյալ ապրանք է պահանջում մատակարարն էլ թերանում է իր գործում նախակրթարան մատակարարող ընկերություն փոխհարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց։ Կենցաղային և սոցիալական անմխիթար պայմաններ տարիների ընթացքում բնակության համար անպիտան դարձած փայտաշեն մոդուլներում բուլվարային թաղամասի 206 տարածքի բնակիչները խնդրի առաջ են կանգնած։ Մարզային նշանակության ճանապարհները կառավարության ուշադրության կենտրոնում, Հոռոմ Արթիկ Ալագյաշ ճանապարհահատվածը ասֆալտապատվել։ Պատվավոր երրորդ հորիզոնականը համահայկական 6-րդ խաղերում ֆուտզալիստները տարել են 8 հաղթանակ, 1 ոչ ոքի և 1 պարտություն։ Օրվա ուշագրավ նորություններով եթերում այսօր լրատվականն է, բարև ձեզ։ Գյումրու քաղաքապետը ընդունել է համայնքապատկան նախակրթարանների տնօրեններին և սննդի մատակարարներին։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում սննդի որակի հետ կապված։ Բանային է, որ որոշակի խախտումներ են հայտնաբերվել ոլորտում, արդյունքում կողմերը խոստացել են հնարավորինս բարեխիղճ աշխատել, քանի որ գործ ունեն երեխաների հետ։ Նախակրթարան մատակարարող ընկերություն փոխհարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց։ Սպառողը որակյալ ապրանք է ուզում, մատակարարողն էլ թերանում է իր գործում։ Հարցը քննարկվեց, միայն թե երկկողմություն չեղավ։ Հակոբ Սոսոյան, ով է, եկել է մատակարարներից։ Պետք շատ ուժեղ փողոքներ կա, կաբարես դու, կարակետերը սպրայտ ես տալիս, ինչ ես տալիս։ Եթե անկարծմատում պես բան նկատեմ, չէ, ուղիղ տադիկ կգանք ես։ Կարակն անորակ է, սա փաստեցին շատերը, միայն թե մատակարարող ընկերությունը խորհուրդ տվեց խոսել փաստերով։ Շահելես եկամուտ ունի, շահելես չէ, ուրեմն վերջացա, մյուս անգամ հանկարծ թերություններ չլինի, քանի որ մի հոգի է ու մի դեպք է, ուրեմն ասեմ, որ նկատողություն ենք տալիս քեզ, որ մյուս անգամ հանկարծ այդպիսի բան չկրկնվի, լսեցիք մյուս Խնդիրներ ծագել են նաև փաստաթղթերի հետ կապված։ Սամվել Բալասանյանը նշեց, որ վերջին տարիներին կատարված փորձերը շտկելու բոլոր փաստաթղթային թերացումներն արդյունքներ չեն տալիս։ Ես արդեն երրորդ
ուզում եմ անպայման ձեր փաստաթղթերը իդեալական դարձնել։ Ինչի՞ չէ, էլի դուք եք սովորել, ձեր հաշվապաններն է սովորել։ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից մի շարք նախակրթարանների տրամադրվել է որոշակի գումար։ Արդյոք հատկացված ֆինանսական միջոցները ծառայել են իրենց նպատակին։ 300,000 դրամ հատկացվել է Զանգակ նախակրթարանին։ Այստեղ իրականացվում են խոհանոցի վերանորոգման աշխատանքներ։ Ծախսում ենք տրամադրված գումարը, տեսնում եք, սկսել ենք վերանորոգման աշխատանքները, տեղադրելու ենք այս տարի նաև ջրատակացուցիչ, տաք և սառը ջուր ունենալու համար, ինչպես նաև ուզում ենք ձեռք բերել նոր գազօջախ։ Վերանորոգման աշխատանքները նախակրթարանում ստեղծել են հակասանիտարական վիճակ, առաջացել են սննդի օգտագործման և պահպանման հետ կապված մի շարք խնդիրներ։ Ճաշեցեք չենք պատրաստում, խոհարարը մի քիչ շուտ է գալիս, մենք աշխատում ենք ավելի թեթև ճաշատեսակներ տալ, որ եփելու հարցը ավելի շուտ վերջացնենք։ Եփում էր դրա համար Հա, հիմա սրա վրա եփում է, բան չունեմ ասելու, բայց մենք մաքրության բոլոր կանոնները պահպանում ենք։ Վերանորոգման հետ կապված որոշակի խախտումներ կարող ենք անել, ես որտեղ պետք է պատրաստեմ սնունդը։ Մենք ավելի շատ աշխատում ենք շաբաթ և կիրակի օրերին։ տարիների վերահսկողական աշխատանքն անարդյունք է մնում, որոշակի հանգամանքներով պայմանավորված սննդի անվտանգության կանոններ են խախտվում, ինչը դառնում է վտանգավոր փոքրիկների համար։ Հեղին է Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Գյումրու քաղաքապետարանում կայացած հանդիպման ավարտին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսել է նաև քաղաքի օրվա հետ կապված միջոցառումների մասին, թե ինչքան գումար է նախատեսված միջոցառման կազմակերպման համար դեռևս քննարկման փուլում է։ Գյումրու օրը կնշվի սեպտեմբերի 5-ին, օրը պատահական չի ընտրված, օդերևութաբանները լավ եղանակ են կանխատեսել։ Ունենալու ենք նաև լավ խամեր, բացօթյա, ունենալու ենք հրապարակություն, դրանով ավարտել ենք մեր ինչի համար սեպտեմբերի 5-ին եմ անում, որպեսզի եղանակը լավ մենք նորից ծանձրևների կարգումների տեղի չգնենք և չտեղափոխենք Թավրոնի շենքում, հաց
թեմաների մասին։ Բուլվարային թաղամասի 206 տարածքի մոդուլներում բնակվում է 10 ընտանիք։ Վերջիններս տարբեր պատճառներով չունեն անդոթևանի կարգավիճակ։ Շուրջ 27 տարի բնակվում են տնտեսային պայմաններում։ 2 տասնամյակ առաջ ձևավորված նորաստեղծ ընտանիքները այսօր արդեն դարձել են բազմանդամ։ Իսկ փայտաշեն մոդուլները տարիների ընթացքում մաշվել են բնակության համար դառնալով ոչ պիտանի։ Բուլվարային թաղամասի 206 տարածքի մոդուլներում բնակվող ընտանիքների անդամներն իրենց դժգոհությունները թվարկում են մեկը մյուսին հերթ տալով, իսկ ընդհանուր առմամբ խնդիրը բոլորի համար նույնն է՝ չունեն անօթևանի կարգավիճակ, հետևաբար բնակարան ստանալու հույսն էլ է արդեն վերացել։ Ներկայիս բնակության վայրն էլ հետզհետե դադարում է ծառայել որպես օթևան։ Բոլը ներսը մդեք քանդվիգը բալիգը խալ չսենք մենք մեր ուժերով կրշեանես արկել ենք քանդվիգը անձրև կուկաչուրը գլցվի լուսամուտներից հրապենք կրնայնենք վերևին քանդենք բնած պես քանդված անձրևը կաներսն է չիտեմ անտյապարերից հետպես քանդենք Մի կողմից մոդուլներ կոչված փայտաշեն երկհարկանի շինությունն է շարքից դուրս եկել, մյուս կողմից տարածքի բնակիչներին հաճախ են հյուրընկալվում տարբեր կենդանիներ։ Վերջիններից համար ըստ բնակիչների որպես հավաքատեղի է ծառայում հարակից աղբանոցը։ Բադերը ծագետն ես կմադին երգույրեք ընդեղ մենք ենք սպես զարգե բան շեշտով պագել ենք շուշան գլծր արնդներն ես չկրնանում Չիդեմ թե ինչ են, ես վիճակովոցերը մտնին գտում, բիտոն է մեր երկու գիշեր չենք կները ֆեկիս հետո ինչ ոցերը դուն չմտնի, վախեցել ենք, չիդեմ գոնը մեր հնարը, մեր բանովը մոգնեն, ահա վիճակ, Առկա խնդիրների լուծման նպատակով բնակիչները բազմիցս են դիմել պատկանատյաններին, սակայն մինչ օրս արձագանք չի եղել։ Նախարարություն դիմել եմ, նախագահային դիմել եմ, վարչապետին դիմել եմ, մեր քաղաքապետին դիմել եմ, օրսախ թղթերն է դոկումենտները ձեռս է որ գլխավոր եմ կորցրեց նողազուրգ են երեխեքս ամեն հարցոր տարածք չունիմ, հետ բան չունիմ, բայց ինչով կօգնեն, հետ բանով։ Ճամփեծրից կտրված փշոտ ու քարքարոտ միակայսարահետը տանում է բուլվարային թաղամասի 206 տարածքի 5 կոտորակ 5 տնակ, որի բնակիչներն են 54-ամյա Աննա Մելքոնյանը 15 տարեկան որդու հետ։ Առաջին հայացքից մաքուր ու հարմարավետ երևացող տնակում թվում է, թե կան բոլոր պայմանները, սակայն տանտիկնոջ հազիվ զսպող արցունքների տակ այլ իրականություն է թաքնված։ 5 մետրանոց տոմիկ
ոչ մի կոմունալ հարմարությունը մաքրությանը չի որոշվի, թե մաքուր է, թե ինչ-որ թափված, բայց իշկանչանք ունեմ ոչ մի կոմունալ հարմարություններ կաշխատիմ 5 մետրանոց տնագս կարգի բերեմ, ագուրատ պայեմ, Մոտ 6 մետր երկարություն ունեցող տնակը չունի կտուր, անձրևներից յանուս սառույցի դեպքում դրանք անարգել լցվում են տուն։ Տնակում բացակայում են նաև կենցաղային ու կոմունալ նվազագույն պայմանները։ Ի տարբերություն մյուս բնակիչների տիկին Աննան չի դժգոհում, ասում է պահանջ չունի ոչ մեկից, փոխարենն ունի խնդրանք։ մենակ խնդրում եմ, աղաչում եմ, եթե հնարավոր է, քո տեշներից կամ մի հատ տնատոմ գոնե կոմունալ հարմարություններ։ Տիկին Աննան չունի նաև մշտական աշխատանք, ձմեռվա համար վառելիք էլ անվարում է ամռան ամիսներին, աղբամաններից հավաքելով ինչ հնարավոր է։ Բուլվարային թաղամասի բնակիչները տարածքում առկա խնդիրներից զատ նաև մեկ ընդհանուր դժգոհություն ունեն։ Իրենք դուրս են մնացել պատկանատյանների ուշադրությունից։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Հորոմարդիկ ալագյաց ճանապարհահատվածում մարալիկում ասֆալտապատում Շիրակի մարզի այլ համայնքներում էլ փոսային նորոգման աշխատանքներ են կատարվել։ Դրանք իրականացվել են կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով։ Արդեն ավարտված աշխատանքներով, սակայն խնդիրը չի սահմանափակվել։ Մարզում դեռևս կան նորոգման ենթակա ճանապարհահատվածներ, որոնք ուսումնասիրված են, երբ գումար լինի, դրանք ևս կնորոգվեն։ Շիրակի մարզում քիչ համայնքներ կան արդեն, որոնց ճանապարհներ դեռ երթևեկության համար պիտանի չեն։ Կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզի միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման խնդիրը։ 2015-ին հատկացված ֆինանսական միջոցներով Շիրակում արդեն բավական աշխատանք կատարվել է։ Ասֆալտապատ այս հատվածը Հորոմարդիկ ալագյացն է, այն նախկինում քարոքան և երթևեկության համար պիտանի չէր։ Հորոմարդիկ ալագյաց ճանապարհահատվածից դեպի Նապետավանք ուղղթանով ճանապարհահատվածի համար հատկացվել է շուրջ 39 միլիոն դրամ գումար և ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 900 մետր։ Հիմա արդեն 3 և ավելի համայնք իրար կապող ճանապարհահատվածը խնդիրներ չի հարուցում, շինաշխատանքներն ավարտված են։ Քայքայված վիճակում էր, որ վիճակեն, հնարավոր չէր մեքենաներ հանգիստ հասնեին։ Իսկ հիմա այս 500 մետր շատ լավ վիճակ։ Սավսեմ անտառների վիճակ է, կարելի ասել, լավ է։ Ես շինեցի 500 մետր, նրանից հետո արդեն
այլ շրջանակներում հնարավոր չի եղել 900 մետրանոց ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատել։ Եթե առաջիկայում գումարային նոր հատկացում լինի, ապա Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձորցյանի ձեռնամուխ կլինեն մնացած հատվածի նորոգմանը ևս։ Մշտապես երթևեկենք ճիշտ է, հատվածը 500 մետրի չափով վարել են, բայց մնացած ճանապարհը մի քիչ մինչև Պեմզաշներ տալը ահավոր վիճակ է ճանապարհները, սա կանդած վիճակ է։ Էլ որանը շատ լավ կլինի։ Կառավարությանը խնդրենք թող ինչ-որ գումարներ հատկացնեն, կարելի է այս ճանապարհը նորից վերանորոգել։ Նախագծողներին եսպայտուրությամբ ճանապարհը ասել են նախագծեն ամբողջությամբ գումարը բավարարել ուրեմն ճանապարհատված ամբողջությամբ կիմանալու դա մարզային ենթակայության ճանապարհ Այս ճանապարհահատվածից զատ մարզում գյուղական և քաղաքային տարբեր համայնքներում ևս իրականացվել են ասֆալտապատման և փոսանորոգման աշխատանքներ։ Մանալի քաղաքում, Աշտիկ քաղաքում, Ախուրյան, Նորախուրյան ճանապարհահատվածի համար գումար հատկացվել շուրջ 20 միլիոն դրամի շրջանակներում վերանորոգվի մասնագետորեն Նորախուրյանի համար հատկացվել է շուրջ 20 միլիոն դրամ։ Մանալի քաղաքի փողոցի վերանորոգման համար հատկացվել է շուրջ 30 միլիոն դրամ։ Աշտիկ քաղաքի փողոցի համար շուրջ 25 միլիոն դրամ։ Ներմարզային նշանակության այս ճանապարհահատվածները, որոնք ունեն ասֆալտապատման և նորոգման կարիք, դուրս չեն մնալ ուշադրությունից։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձորցյանն ասում է, բոլոր ճանապարհներն ուսումնասիրվել են հստակ ցանկ կա, երբ գումար լինի ըստ հերթականության և առաջնային նշանակության, դրանք ևս կնորոգվեն։ Այս պահին անհրաժեշտ գումարը հատկացվում է հանրապետության մարզերին հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարության կողմից տրվող գումարներից Շիրակի մարզին այս տարի այդ նպատակի իրականացման համար դեռևս տրամադրվել է 530 միլիոն դրամ։ Գումարից 300 միլիոնը Շիրակի մարզպետարանը որոշել է ծախսել ճանապարհների ասֆալտապատման նորոգման վրա։ Ընդհանուր թվով 9 փողոց է ներառնված աշխատանքային օրակարգում, գրեթե բոլոր հատվածներում աշխատանքներն ավարտված են։ Շինարարներն եղել են պարզաճանաչ մեկնարկային ժամկետում, ասֆալտապատումը սկսել սահմանված վերջնաժամկետում, դրանք ավարտել են Արմենու Հիմինասյան, Արթուր Մարգարյան այսօր։ Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է կարճատև արձակուրդ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ վարչապետը արձակուրդի մի մասն ընտանիքի հետ կանցկացնի արտերկրում։ Հայաստանում
վաճառության բիզնեսը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության դատարանների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը, ընդգծելով, որ մարմնավաճառներն այսօր ամենաարտոնյալ խավերից մեկն է։ Ասուլիսի մյուս բանախոս փաստաբան Ստեփան Ոսկանյանն էլ նշել է, որ մարմնավաճառ գործունեության դեմ բողոքելն անգամ դառնում է վտանգավոր։ Իրավապահների կողմից են հովանավորում, հակառակ դեպքում այդ մարդիկ այդքան ես չեմ իրավապահ նկատի ունեմ դատարան ոստիկանություն դատախազություն իրավապահ մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը պնդում է, որ մարմնավաճառներին հովանավորում են իրավապահ մարմինները։ Ըստ Աթոյանի գիշերային թիթեռնիկների առատությունը շատերին է ձեռնտու, քանի որ նրանց աշխատանքը բիզնես է։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահի կարծիքով պետք է օրենքով ամրագրվեն մարմնավաճառությամբ զբաղվող կանանց իրավունքները։ Նա այս պետության քաղաքացին է, որը գումար է վաստակում, չէ՞ մարմնավաճառություն, հենց բառը ինքնին էլ ասում է, որ նա գումար է աշխատում, գումար է վաստակում։ Հիմի նա գումար է աշխատում, գումար է վաստակում, ինչի պետության նկատմամբ պարտավորություններ չի կատարում, ինչի հարկ չի վճարում։ Փաստաբան Ստեփան Ոսկանյանն պնդում է, որ Հայաստանում մարմնավաճառները արտոնյալ վիճակ ունեն եւ նրանց դեմ բողոքող քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվում։ Հայաստանում մարմնավաճառությունը արգելքի տակ է եւ համարվում է վարչական իրավախախտում, ու մարմնավաճառությամբ զբաղվող անձը պատժվում է տուգանքով, նվազագույն աշխատավարձի եռակամ հնգապատիկի չափով այսօր։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ 2015 թվականի օգոստոսի 18-ին ժամը 23:40-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Էնզորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված հերթի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1990 թվականին ծնված Աշոտ Հովհաննիսյանը։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով մարտական հերթապահություն կամ
պետական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ մեկնարկել են ԱՊՀ երկրների համատեղ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կանցկացվեն մինչև սեպտեմբերի 11-ը։ Ռուսաստանից բացի զորավարժություններին մասնակցում են ԱՊՀ 5 երկիր՝ Հայաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ Դրանցում գրաված են ավելի քան 1000 զինվորականներ, ինչպես նաև երկիր-երկինք հրթիռային համակարգեր, կործանիչներ, մարտական ուղղաթիռներ և այլ զինտեխնիկա։ Զորավարժությունների ավարտից հետո զինտեխնիկան կտեղափոխվի Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ ռազմակայան, որը ուկրաինական սահմանից 500 կիլոմետր է հեռու։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը արգելված սննդի անօրինական ներկրման մասին տեղեկություններ հայտնելու համար թեժ գիծ է բացել։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանի իշխանությունները արգելել են սննդի ներկրումը Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից և արևմտյան մի քանի այլ երկրներից, ինչպես նաև Ճապոնիայից, Ավստրալիայից, պատասխան Ուկրաինայի հարցով միջազգային պատժամիջոցների։ Իսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 24-ին կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, քննարկելու Ուկրաինայի արևելքում ստեղծված լարված իրավիճակը։ Վերջին օրերին հիշեցնեմ, Ուկրաինայի հարավ-արևելքում ծանր մարտեր են ընթանում։ Ռուս անջատականները և ուկրաինական կառավարական ուժերը հրադադարի ռեժիմի խախտման համար միմյանց են մեղադրում։ Եթե անգամ միջուկային գործարքը հաջողությամբ ավարտվի, Իրանը իր դռները չի փակի արտասահմանյան ազդեցությունների համար։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այս մասին ասել է Իրանի տնտեսական պատժամիջոցներից ստացվող գործարքի վերջին բաղադրատարերը մշակելուն զուգահեռ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին երկուշաբթի օրը հայտարարեց. Այս գործարքը, որը և Իրանում և թե Ամերիկայում պարզ չէ կհաստատվի ոչ, կարծում են, որ կբացի Իրանը իրենց ազդեցության համար։ Մենք խոչընդոտել ենք այդ ուղին և հաստատ ապագայում ևս կխոչընդոտենք այն։ Խամենեիի խոսքը մերթ ընդհատվում էր լսարանի մահ Ամերիկային, Իսրայելին, Բրիտանիային կոչերով։ Իսլամական Հանրապետությունը ամբողջապես կաջակցի յուրաքանչյուրին, ով ընդդիմանում է Իսրայելի վարչախմբին և նախընտրում է դիմադրությունը։ Մինչդեռ Մոսկվայում Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները միակարծիք են, որ հուլիսի 14-ի Վիեննայի գործարքը կխթանի երկկողմանի կապերը։ Մեր հարաբերությունները լավ են եղել և գործարքը դրական ազդեցություն կունենա
զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, ներառյալ տնտեսականը, պաշտպանականը եւ այլն։ ԱՄՆ-ի կառավարության խոսնակը երկուշաբթի օրը վերահաստատեց, որ գործարքը սահմանափակում է միջուկային զենք արտադրելու իր կարողությունները։ Իրանի հետ կան նաև խորապես անհանգստացնող այլ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն դեռևս չկա, մասնավորապես կապված նրանց ապակայունացնող գործունեության հետ։ Մենք դեռևս մեզ վերապահում ենք անհրաժեշտ միջոցների կիրառումը, լինի դիվանագիտական, տնտեսական, թե ռազմական, ազդելու համար նրանց այդ գործելակերպի վրա։ Անգամ միջուկային գործարքը կյանքի կոչելու պարագայում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև մնում են խորը հակասական հարցեր, այդ թվում Իսրայելը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը եւ Եմենի հակամարտությունը։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Իսլամական պետությունը հավեկչական խմբավորումը Պալմիրայում հնագետի է մահապատժի ենթարկել, ինչպես տեղեկացնում է CNN-ը, վկայակոչելով մարդու իրավունքների սիրիական դատարան իրավապաշտպան կազմակերպությանը, համալսարանի պրոֆեսոր, Պալմիրայի հնությունների եւ թանգարանների գլխավոր կառավարիչ Քալիդ Ալ-Ասադին զինյալները երեքշաբթի օրը գլխատել են քաղաքի հրապարակում։ Եվ թողարկման ավարտին մեկ մարզական լուր։ Ֆուտզալ Գյումրու համանուն թիմը համահայկական 6-րդ խաղերում գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարում գյումրեցի ֆուտզալիստները տարել են 8 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել են ոչ ոքի և կրել 1 պարտություն։ 6-օրյա հանգստից հետո Գյումրին վերսկսել է մարզումները և սկսել է նախապատրաստվել Հայաստանի ֆուտզալի հերթական առաջնությանը։ Մարզիչ Ստեփան Մկրտչյանի խոսքերով համահայկական 6-րդ խաղերում ցույց տված արդյունքը խոսում է այն մասին, որ Գյումրին բոլոր հնարավորությունները ունի նաև ներքին առաջնությունում պայքարելու ամենաբարձր տեղերի համար։ Թիմի առջև կար առաջադրանք դրված, որ ենթախմբում գրավել առաջ տեղը և դուրս գալ պայքարել մրցանակային տեղերի համար։ Եվ թիմը կարողացավ իրեն առաջադրանք կատարել։ Երրորդ տեղ ընկանք, բայց ավելի բարձր ենք արժանի մեր թիմը, պրոստը վիճակագրությամբ լավ չընկավ, կարող ենք երկրորդի համար պայքարենք։ Պոլիֆինալում Երևանի հետ խաղացանք, շատ բարդ խաղեր, հոգնածություն կար, 9 խաղանակ մեր խաղացել ենք, հանգիստ չունենք։ Երրորդ տեղի համար խաղում մենք հանդիպեցինք Բարնաուլի թիմի հետ, կարողացանք պայքարել և 15 հաշվով հաղթանակ տարել և համահայկական 6-րդ խաղերում նվաճեցինք բրոնզե մեդալ։ Եվ այսօր մենք սկսեցինք նախապատրաստվել համահայկական խաղերից հետո արձակուրդ էինք տվել 6
այսօր եւ այսօր հավաքվեցինք կարողացանք առաջին մարզումը անցկացնել։ Թիմը ընդհանուր վիճակը լավ է, եթե հավաքվենք նորմալ մարզումներն անցկացնենք, լավ պատրաստվենք, նայելով կարելի է պայքարել դերի համար։ Ուժեղ թիմեր չկան ավելի, բոլորը սա հավասար են այս վիճակում, ով լավ խաղացավ նայել կհաղթի։ Այսքանը եթերում այսօր լրատվականներ, մնացեք